Բանրամասի քրեական վարույթը, որը նախաձեռնվել է եւ տեղեկատվական 3 հայտնի դարձավ։ Այս կողմ բանանենք, եթե հնարավոր է։ Նոր քրեական վարույթի վերաբերել դա մասնավորապես ինչն է հաշվում, ինչն է վերաբերում։ Ճիշտ ասած, չգիտեմ ինչի մասին է, ընդհանրապես տեղեկություն չունեմ, տեղեկացել եմ մամուլից։ Երեկվա դատախազության հայտարարության մասին է խոսքը։ Այդ ինչի որ հետ են ուղարկել, Ընդհանրապես գործի մասին տեղյակ չեմ, տեղեկացել եմ մամուլից, ընդհանրապես չգիտեմ։ Այսքան անգամ թե ինչ գործ է ձեզ։ Ընդհանրապես։ Իսկ այն քրեական գործերը, որ կային, պարոն Կարապետյան, երկու անձնագիր ունենալու վերաբերյալ չտալու։ Ոչ մի հրավեր այսքան ժամանակ չեմ ստացել, բոլոր հարցման մեջ երկրները պատասխանել են, որ չունեմ ուրիշ երկրի անձնագիր, միակ անձնագիր հետ կապված բան Կարապետյան, գուցե դրա մասով ինչ-որ գործ են։ Չէ, մի անգամ հիշելով կամ երկու անգամ մի քանի ամիս առաջ ինչ-որ այցելություն եղել ու էլի չկա։ Պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան արդեն ուզում եմ ասեմ, դա որևէ իրավական հիմքը որևէ բան չի փոխում Հայաստանում քրեական գործերի ստացվելու, գնալու, չգնալու, քրեական գործեր հարուցվելու մեջ։ Իրավական հիմքի բացակայությունը դեռ հիմք չէ, որ Հայաստանում մարդու դեմ քրեական գործ չլինի։ Հնարավոր է ուզում ենք ասեցնել դեր ազգային ժողովի մուտքը եւ դեզանձեռնխելությունը ձեր քրեական գործ։ Չեմ կարող ասել, տեղեկություն չունեմ։ Գործիքակազմը ամեն դեպքում լայնացնում են գործիքակազմը, բայց սին իրենք էլ ինձ թվում է այս ընթացքում պատկերացրել են մեզ բավականին սին պլաններ են։ Պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան արդեն հայտարարել էր, որ դուք մանդատը վերցնելու եք եւ մենք լսեցինք, որ 9-րդ գումարման ազգային ժողովի արդեն հայտնի է, որ Ռուբեն Ռուբինյանը կլինի ԱԺ խոսնակը, նախագահը եւ արդեն հայտարարել է, որ ձեզ իր խոսքով ասած դասիարակելու է այս խոսույթի պայմաններում ինչպես եք պատկերացնում ձեր աշխատանքը։ Չի ուզենա այդ խոսույթին անդրադառնալ, բայց իմ վերջի խոսքերից մեկում անդրադարձել եմ, կարող է դնել եւ նայել։ Ամեն դեպքում շատ են հնչում տեսակետները, պարոն Կարապետյան, որ ձեզ բարդ փուլ է սպասում, երբ որ գնաք ազգային ժողով, որովհետև այդտեղ պատրաստ սպասում են ձեզ, չեն բացառում ծեծկրտուքը, ծեծվել է ձեր, այս առումով դուք ինչպես եք ընդհանրապես ընդդիմադիրների եւ մասնավորապես կներեք ամեն դեպքում մի բան կա կարևոր այս ամբողջ process-ի մեջ երբեք հեշտ չի եղել մեր process-ը առաջին իսկ օրվանից։ Ինչ վերաբերում է ձեր նշած բանին, կապրենք, կտեսնենք ով ում ոնց եւ ինչու։ Դուք եք այսինքն պարոն Կարապետյան պատրաստվում հայ նույն ոճով պատասխանել, եթե իրավի։ Օրինակ մենք տեսնում ենք 21 թվին ձևավորված խորհրդանում շշերով իրար էին հարվածում, քացիներով էին իրար հարվածում, նման իրավիճակում պատկերացնում ազգային ժողովի գործիքակազմը բավական լայն էր, այո, մենք նաև ականատես եղանք խոսույթների առումով բավական նոր բարերի, նոր խոսույթների, որ ինչ-որ բաներ սովորեցինք նաև, որ չենք լսել մինչև այդ, ամեն դեպքում մենք միտված ենք գլխավոր հասարակական նպատակը կատարելու, փոփոխություն բերելու եւ նաև ամենօրյա մարդկանց կյանքը լավացնելու մեր պայքարով։ Թե այդ ճանապարհին ինչպես կգնա, ինչպես կլինի, ով կուզենա խանգարել, մենք կգնանք այդ ուղղությամբ, ամեն ինչ կանենք, որպեսզի մեր հանրությունը ստանա միայն հպարտություն զգա իր ընտրության համար։ Ամեն ինչ կանենք դրա համար։ Չենք ուզենա որևէ խոսույթ լինի փողոցային խոսույթ, որովհետև երեխաներ են նայում, մեր ընտանիքի անդամներն են նայում, սակայն մեր հասարակությանը արդարացնելու այն սպասելիքն է, որ մեր հասարակությունը ունի, ու այն քայլերը, որ մենք պետք է անենք, դա անելու ճանապարհին մենք պատրաստ ենք բավական լայն ձևաչափերի։ Ներեք, ինչպես եք հակադարձել, օրինակ ենթադրում եմ իշխանականները ենթադրյալ ընտրակաշառքների թեման են անընդհատ բերելու օրակարգ ազգանով, ինչպես եք դուք ամեն մեկը այնտեղ նստած մարդկանցից, իշխանականներից իր ճակատին կրում է 50,000 գողացված ձայների դրոշմը։ Այն մարդիկ, ովքեր ուզում եմ ասեմ, ովքեր մտնում են
50,000 ապացույցված գողացված ձայների դրոշմը ԲՀԿ-ն ոչ չմտավ ապացույցված շատ լավ ԲՀԿ-ն ոչ չմտավ խորհրդարան մեկ թե երկու մանդատ նաև ձեր ուժին է ավելանում մեր համար դա չի կարևոր եւ հետաքրքիր դա չի մեր համար կարևորը լեգիտիմությունը եւ ընդհանուր թվականակի լեգիտիմությունը եւ պրոցեսների 50,000 գողացված ձայն կա ապացուցված դա չի եղել որ մեկը մի հոգի ասենք դատական process կսվի 6 տարի հետո ապացուցեն որ այդպիսի բան չկա ապացուցված 50,000 ձայն օրը ցերեկով գողացան Հայաստանի քաղաքացիներից այդ դրոշմը այսօր վաղը մի տարի հետո 2 տարի հետո մնալու է այդ մարդկանց ճակատին Պարոն Կարապետյան ակնհայտ է որ հենց դուք եք ղեկավարել հա խմբակցությունը կա արդեն այս առումով քննարկումներ օրինակ փոխնախագահի առումով չգիտեմ հանձնաժողովներից որն եք նախընտրում նպատակահարմարությունը պետք է նայենք թե արդյոք կա նպատակահարմարություն թե չէ մեզ իշխանով է դա օգնելու մեզ կտրելու ինչպես մենք ենք ասում ԿՊ-ի թևերը կտրելու տարբեր տեղեր դիրքավորումները ԿՊ-ի կարողանալու սահմանափակել եթե օգտակարություն տեսանք կանենք եթե ոչ եթե փոփոխություն բերելու ճանապարհին դա մեկ քայլ առաջ չէ դեռ այդ որոշումը չունենք եւ ինձ թվում է մինչեւ ԱԺ նիստաշրջանը այդ որոշումը արդեն կունենան քննարկման փուլում է դեռ այո քննարկվում են երկու սցենարներն էլ եւ նպատակահարմարություն Պարոն Կարապետյան խորհրդարան երբ որ գնաք լրատվական միջոցների հետ նույն ձև հասանելի ձևաչափով շարունակելու եք ձեր շփումը աշխատանքը Կարծում եմ դա անխուսափելի է լինելու եւ սիրով հուսով եմ որ մենք հնարավորություն կունենանք տալ կյանքը բարելավող տվյալներ, կյանքը բարելավող նորություններ, այլ ոչ թե անձնավորված ինչ որ խոսույթներ։ Ամեն ինչ անելու ենք դրա համար։ Ամեն ինչ։ Պարոն Կարապետյան մանդատները վերցնելու Մեր կողմից նաև քննադատություններ հնչեցին, շատերը կարծում են որ դուք չեք վերցնելու խորհրդան չեք գնալու, այն որ ձեզ օգտին քվեարկել էին, որպեսզի հենց դուք լինեիք իշխանության։ Այդ քննադատությունները ինչպես եք արձագանքում։ Շատ լավ է արձագանքում, մարդիկ ունեն սպասելիքներ փոփոխության, մենք հասկանում ենք դա, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, թե ինչ քայլ կա հետո։ Այսինքն փոփոխություն բերելու ճանապարհին ինչ կայլ կա, ինչպես մենք հայտարարել ենք, ուզեմ եւս մեկ անգամ ասել։ Ազգային ժողովում ընդդիմության ներկայությունը արմատական կարևորություն ունի, երբ որ փողոցում ժողովուրդը Երևանի փողոցը պահանջում է իշխանության հրաժարականը ազգային ժողովում պետք է падգամավորները քվեարկեն։ Եվ եթե չկա падգամավոր ընդդիմադիր, որը պետք է քվեարկի, ամբողջ փոփոխության հույսը քաղաքացիական պայմանագիր կուսակցության վրա է լինելու, ինչը գործնականորեն անհնար է, որ ԿՊ-ն գնա քվեարկի, որ ինքը գնա։ Այդ իսկ պատճառով եկել ենք այն դրամաբանության, չնայած իհարկե մեր մեջ էլ կար կարծիք, չեմ թաքցնի, իմ մեջ էլ կար կարծիք, որ հետագա իրենց ազգային ժողով գնալը ինչ նպատակահարմարություն ուներ այդ պահին, բայց երկար նայելով գործընթացին մենք հասկանում ենք, որ ազգային ժողովը գերի թողելով 100%-անոց ԿՊ-ական սարքելով, մենք ունենալու ենք այլ միջավայր մեր երկրում, դա անձնիշխանություն էր 100%-անոց, 100%-անոց ազգային ժողովը դառնալու էր վերջնական իր խաղալիքը, ինչպես դուք տեսաք տասնյակ հայկական պետական կառույցների հետ, որ դարձել են ուղղակի խաղալիք, որը իրենց ֆունկցիան չի կատարում, անկախ ֆունկցիաները չեն կատարում։ Բայց այս պահին նույնիսկ փողոցում չենք տեսնում պայքար իշխանապետության։ Պատասխանեմ այդ հարցին։ Ինչպես մենք նշել ենք, պետք չէ անել քայլ այն ժամանակ, երբ դա առաջին իսկ հայացքից հնարավոր է, որ թվա հետակարա լուծման բերի, բայց չունես գործիքակազմ մինչև վերջ հասցնելու։ Մինչև վերջ հասցնելու գործիքակազմի լինելու պարագայում մենք հայտարարել ենք, որ փողոցը լինելու է մեկ անգամ, հնարավոր է տարբեր արաժներով, բայց մեկ անգամ եւ վերջնական։ Մենք չենք ուզում հիասթափեցնենք մեր հայրենակիցներին, այն պոտենցիալը որ կա, եւ արվելու է այն ժամանակ, երբ քաղաքական մեր տեսլականով ամենահարմար ժամանակն է երկրում այդ փոփոխություն իրագործելու։ Վստահ եղեք, Հայաստանում ավելի մոտիվացված թիմ չկա փոփոխություն բերելու, քան մենք ենք։ Այսինքն սոցիալական խնդիրների սրման դեպքում, հա, պարոն Կարապետյան, այդպիսի օրինակ
նպաստների, չգիտեմ, կտրեցին գործառնային փակում եւ այլն, այդ խնդիրները օգտագործելով, եթե սրվեն։ Քննարկումները Հայաստան տեղի ունեցող իրավիճակը ցույց է տալիս, որ մեր հասարակությանը միայն պետք է իրազեկել, ճիշտ իրազեկել։ Ես ուզում եմ մեր հասարակությանը մի բան էլ ասեմ, ես պատասխանատվություն եմ զգում իմ վրա, որ չկարողացա այն չափով իրազեկել, իհարկե ընտրակեղծիքները հաշվի առած, ճնշումները հաշվի առած, բայց պետք է այնպիսի տարբերություն լիներ, որ ընտրակեղծիքներն չազդեին։ Եվ ես պատասխանատվություն եմ զգում իմ վրա, որ պետք է այնպես իրազեկեմ, այնպես աշխատենք մեր հասարակության հետ, որ ընտրակեղծիքներն իրանց չփրկեն։ Դժվար գործ է, ամենադժվար գործն է, բայց եթե այս պատասխանատվության դաշտի մեջ մտել ենք, պետք է շարունակենք։ Պետք է հասնենք սկսած գործը ավարտենք, որովհետև չունենք ուրիշ երկիր, ունեինք 2 երկիր, մնացել է 1-ը։ Պարոն Կարապետյան, երբ որ փողոցի Ձելի կրկնել են Հայաստանի սահմանադրությունը փոխելու պահանջը, քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չունի։ Դուք բացառում եք օրինակ, որ ինչ որ այսպես տարբերակներ կմտածեն շրջանցելու եւ կգտնեն տարբերակ փոխելու օրինակ սահմանադրությունը շրջանցելու տարբերակներ հաստատ ման են գալիս, բայց սահմանադրությունում սևը սպիտակով գրած է։ Եվ նաև մենք պետք է այնտեղ այնպես ամուր լինենք, որ Ալիևի պատվերով, մենք Ալիևի պատվերով չենք ապրում այստեղ, մեր երկրի սահմանադրությունը չփոխեն։ Անկախության հռչակագիրը յուրաքանչյուր երկրի ծննդականն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության հռչակագիրը հռչակման օրը համարվում է պետական ամենամեծ տոնը։ Մեր երկրի ծննդական ասում է դուք քո ծննդականը ճղի։ Հետո մի օր գա ասի, բա որտեղ է քո ծննդականը, որն է քո լեգիտիմությունը, հիմքերը քանդի։ Ամեն ինչ անելու ենք, մեր падգամավորներն էլ, ովքեր ազգային ժողով են գնալու, գիտակցում են եւ կարծում եմ պետք է բոլորս գիտակցենք, թե ինչ կարևոր առաքելություն ունենք։ Ես նկատի ունեմ ԿՊ-ն գուցե կարողանա Մարդագողությունը բացառում եք Ամեն ճնշումների ընդհանուր յուրաքանչյուր ձև ինչ իրենց հասանել է, փորձելու են, բայց հենց պայքարի իմաստը դա է, որ ճնշման տակ, եթե դու Հայաստանում 2026 թվականին ընդդիմադիր գործիչ ես, պետք է ճնշման տակ չընկրկել։ Կատունեմ օրենսդրական փոփոխություններ անել։ Օրենսդրականի մասին պատասխանեցի արդեն։ Պարոն Կարապետյան, ներողություն։ Պարոն Կարապետյան, Եվս մեկ անգամ փորձելու են, բայց համանդրությունում շատ բարձ է գրված։ Մի քանի համանդրագետներից մենք ստացել ենք վերջնական պատասխանը, առանց падգամավորների թույլտվության չեն կարող։ Պարոն Կարապետյան, եւ վստահ եմ ծանոթ եք լսել եք ռուս բլոգերի պրանկի մասին, երբ որ նշվեց, որ այդ պաշտոնյան ազգությամբ թուրք է, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ազգությունը նշելը արտաքին ուժերից բերված խոսույթ է եւ որևէ լավ տեղ չի տանում ձեր գնահատականը։ Այդ պաշտոնյան բազմաթիվ անգամներ հակահայկական ռեզոլյուցիաների կամ հայամետ ռեզոլյուցիաների դեմ է արտահայտվել։ Այդ պաշտոնյան խոսքի մեջ շատ ուրախացել էր եւ քննարկում էր մեր երկրի կաթողիկոսի, մեր երկրի ներքին գործերով, մեր երկրի կաթողիկոսի փոփոխության հարցը, ուր է հասել մեր երկրի ինքնիշխանությունը իրենց կողմից այդքան խոսույթով գովերքված, սակայն հողին հավասարեցված, որ մեր երկրի կաթողիկոսի փոփոխությունը, վեհապարի փոփոխությունը թուրք պաշտոնյաների հետ է թուրք պաշտոնյանը իրենց թույլ են տալի քննարկել դա։ Ինչ վերաբերում է ազգությունը նշելը, այդ մարդը հայտնի Թուրքիայի արտաքին գործերի նախարարն է։ Իրենք ի տարբերություն իրենց ամեն դեպքում միշտ հիշում են իրենց ազգը ու իրենց ազգային գաղափարը, իրենց թե որն է իրենց ազգային գաղափարը ու մեզ դիտարկում են իրենց ազգային գաղափարի շրջանակներում որպես երկիր, որը պետք է ինչ որ ձև բերել ուրիշ քաղաքական process-ների մեջ։ Իսկ մենք մեր երկրի առաջնորդը պետք է հիշի հակառակը, որ մեր 100-ամյա, մի քանի 100 տարի
1076 թվականից հետո մինչև այսօր մենք թուրքերի հետ ապրել ենք։ Գիտենք այդ երկրի ձևը։ Դրա համար մեզ պետք են երաշխավորներ իրենց հետ բանակցությունների մեջ։ Մեզ պետք է մեկը կողքից երաշխավորի, որտեղ այն թուղթը, որը իրենց հետ է, այդ թղթի արժեքն չունի։ Ստորագրած։ Դրա համար պետք է երաշխավորներ իրենց հետ Ադրբեջանի հետ բանակցություններ։ Ինչ վերաբերվում է մնացող process-ներին, այդ խոսույթի մեջ նաև շատ վտանգավոր բան ասեց թուրք պաշտոնյան, ասեց, որ մենք ամեն ինչ կանենք, որ ձեզ օգնենք Կարապետյանի դաշնակիցների դեմ պայքարում։ Սա խոսում է շատ բանի մասին, հայտնի է Ֆիդանը, որ ցանկություն է հայտնել, որ Փաշինյանը հաղթի։ Էլ ինչ պետքա լինի, որ մեր ժողովուրդը հասկանա, թե ինչա կատարվում, որ աշխարհ քաղաքական այն ուղղությունը, որ մենք գնում ենք, անցնում է Թուրքիայով։ Շնորհակալություն։